8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան եւ այն փաստը, որ մենք այսօր ունենք բազմաթիվ այցեր դեպի Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ 8 տարի առաջ այս երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե-ֆակտո արբանյակ։ Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վերջին 8 տարիները այսպես է բնութագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը Հայաստանում քննարկումների նոր ալիք է բարձրացրել։ Մակրոնի հայտարարությունները հերքում են արդեն իսկ արձանագրված պատմական փաստերը։ Փաստ է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ոչ թե անձերի, այլ պետական քաղաքականության եւ փոխադարձ շահերի հիման վրա։ Եվ արձանագրված փաստ է, որ տարբեր իշխանությունների ժամանակ Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահները, այդ թվում հենց ինքը Էմանուել Մակրոնը։ Հայաստանում պետական այցերով են եղել Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը 2006 թվականին, Նիկոլա Սարկոզին 2011 թվականին, Ֆրանսուଆ Օլանդը 2014 թվականին եւ Էմանուել Մակրոնը 2018 թվականին։ Այս այցերն տեղի են ունեցել տարբեր քաղաքական փուլերում, ինչը հստակ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի ներգրավվածությունը Հայաստանում բնավ պայմանավորված չէ կոնկրետ իշխանությամբ կամ անձով։ Ավելին, Մակրոնը հակասում է հենց ինքն իրեն, հենց նա էր 2018 թվականին այցելել Երևան, մասնակցել Ֆրանկֆոնիայի գագաթնաժողովին, որն հաստատվել էր 2017 թվականին, այսինքն նախորդ իշխանությունների ժամանակ։ Հարկ ենք համարում ընդգծել նաև այն, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում ձևավորված դիվանագիտական հստակավանդույթ կա։ Այն է, Ֆրանսիայի նախագահներն իրենց այցերի ընթացքում այցելում են Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ընդգծելով հայ-ֆրանսիական ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր կապերը։ Սակայն 2026 թվականի Ֆրանսիայի նախագահի այս այցը կտրուկ տարբերվեց այն առումով, որ Մակրոնը չայցելեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, փոխարենը սահմանափակվեց Ծիծեռնակաբերդ ու Մատենադարան այցելելով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին այցելելու առաջարկ արել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, թե ոչ, հստակ ասել չենք կարող, բայց կարող ենք ենթադրել դատելով Հայաստանի Հանրապետության գործող իշխանության վերաբերմունքից եկեղեցու, հատկապես Վեհապար Հայրապետի նկատմամբ։ Ի վերջո Հայաստան են այցելել ոչ միայն Ֆրանսիա, այլև եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ անկախ իշխանությունից։ Հատկանշական է նաև այն, որ 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան են այցելել 60-ից ավելի պատվիրակ։ Այսպիսով առաջանում է հակասություն քաղաքական հայտարարությունների եւ պատմական փաստերի միջև, իսկ հարցը մնում է բաց. արդյոք նման ձևակերպումները արտացոլում են իրականությունը, թե ավելի շատ ծառայում են քաղաքական կոնտեքստին։